Գյուղում սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցապատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք։ Ինչ նորից կասեք։ Տեխնացուների հետ։ Ինչ հարցաքննություն, ինչ նկատի։ Երկխոսություն եք սկսել հարցապատասխան։ Հա, հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների։ Հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ, ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Քանի տեխնացու օրինակ արդեն կա։ 300-ից ավել է դիմել։ Օրինակ արդեն որոշել եք ձեր այս ցուցակից մարդկանց, որ օրինակ Արշակ Սարուխանյան, Հայկ Սարգսյանը։ Քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ով ոչ, գործընթացը շարունակվում է։ Ինչ եք հարցնում, պարոն Ռուբինյան, եթե գաղտնիք չէ հարցաշարի մասին ինչ եք հարցնում, հարցաշար այսպես ասած ինչի։ Բարեվարկության հետ կապված հարցեր, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, տարբեր կաթողիկոս նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կատրիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման հարցը։ Տարօրինակ հարց եք տալիս։ Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածությամբ։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը այո, ի տարբերություն շատ քոչարյանական կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Նիկոլ Փաշինյանի ասած չանել ու մնալ կուսակցական։ Այո, Հովիկ Աղազարյանը Հովիկ Աղազարյանը դրա վառ օրինակ։ վառ օրինակ է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարանը։ Չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանս համար չափվածության աստիճանը։ Չէ, նկատի ունեմ ձեր նկատի ունեք։ Եվ լավ չարտահայտեցի իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքի փչացվածության աստիճանը։ Միտքն է փչացած Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Նվիրվածությունը վիրավորական արտահայտություն։ Այո, որովհետև դուք ենթատեքստում դնում եք։ Դե ես եք։ հետո կհարցնեմ իրեն, ձեզ նվիրված լինել ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված։ Չէ, տեսեք էլի բան։ Փաշինյան պիտի հարցնեմ դա։ Օրինակ Ռուբինյանի նվիրվածությունը կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր
հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում, ձեր խմբագրությունում, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունն է։ Ձեր կուսակցական հարաբերությունները Ինչո՞վ է։ Իսկ որ ասում եք բարի Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց։